Հունիսի 1-ին նշվում է երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Տոնի նպատակն է ուշադրություն հրավիրել երեխաների իրավունքների բարեկեցության եւ պաշտպանության վրա։ 2023 թվականին ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանում մանկական աղքատության մակարդակը կազմել է 31.7%, այսինքն յուրաքանչյուր 3 երեխաներից մեկը ապրում է աղքատության պայմաններում։ Երեխաների խնդիրներից է նաև կրթության, առողջապահական ծառայությունների սահմանափակ հասանելիությունը։ Armenia Today նկարահանող խումբը քաղաքացիներից հետաքրքրվել է. Արդյոք Հայաստանում երեխաները պաշտպանված են։ Ինչն է ամենակարևորը երեխայի պաշտպանված լինելու համար։ Այո, կարծում եմ այո։ Կարիքները շատ են, օրինակ շատ կուզենայի, որ մի քիչ ուշադրություն դարձնեն, վերջերս տարածված այդ ամեն ինչ էլի, լուրերը շատ վատ են անդրադառնում ծնողների վրա, երեխաների վրա։ Դու քեզ պաշտպանված զգում ես։ Այո, Իսկ ինչպես ես սովորում, դպրոցում ինչպես են անցնում դասերը։ շատ լավ։ Հայաստանում պաշտպանված են, այո։ Երևի մի քիչ ուշադիր չեն։ Ուղղակի։ Ծնողները։ Դե հիմա ուրիշ մարմինները ինչ ասեն, իրանք ոչ են կարա միշտ այդպես վրան ուշադիր լինեն։ Երևի ծնողների սխալն չգիտեմ, չեմ կարա ասեմ, չեմ դատում։ Դժվար հարցեր եք տալիս։ Չի ասի։ Ինչ ասես լսում ենք։ Ինչ ասես տեսնում ենք։ Շատ ցանկալի կլինի, որ պաշտպանված լինեն, բայց ցավոք սրտի կան շատ մարտահրավերներ մեր օրերում եւ ոչ այդքան պաշտպանված են եւ պետք է բոլորս մեր ջանքերը համատեղենք եւ զբաղվենք շատ այդ կարեւոր գործով։ Լինենք նրանց կողքին։ Սիրո, ջերմության, քնքշանքի կարիք ունեն։ Եթե երեխան լինի առողջ, բարենպաստ միջավայրում եւ ուսման մեջ հաջողությունների կհասնի եւ սոցիալական կյանքում հաջողությունների կհասնի, նրանք մեր օգնության կարիք ունեն։ Փոքրերի հետ չեմ առնչվել, իմ մոտ ուսանողներ են, բայց երևի այո, կարգին երկիր ունենք շատ լավ։ Մի 70%։ Ծնողները պետք է առաջերտին ծնողել են իրաց տեղում են հուսո։ Բա ինչ է գալիս նա։ Երեխեքը ես շատ ուրախ եմ, Հայաստան երեխեքը, вообще Հայաստան любой մարդ է պաշտպանված։ Кшерцire карасազат մանգազ ոչ մի բաս չես մտածում։ По сравнению с Россией здесь хорошо։ Այդքան էլ չէ։ Ավելի ցանկալի կներ, որ ավելի պաշտպանված լինեին։ Առաջինը կրթություն, հետո անվտանգություն։ Կամ էլ երկուսը միասին։ Երևի, այո։ Ոչ։ Անշուշտ։ Այս մի քանի դեպքերից հետո չենք զգում, որ պաշտպանված են երեխաները։ Պետք է ամեն ինչ անենք, որ պաշտպանված լինեն մեր երեխաները։ Զգուշություն, ամեն մեկի հետ չկանգնեն, չզրուցեն, չխոսեն։ Երջանիկ ապրելու համար ամենակարևորը սիրո կարիք։ Կրթությունը գնալով այդքան էլ լավ, բարվոք վիճակում չի գտնվում, ես կասեի։ Դե որ ասեմ 100% ոչ։ Որոշ չափով։ Տհաճ երևույթ, հա, պետք է աշխատեն, իրավապահները պետք է աշխատեն, ես ինչ ասեմ դրա մասին, հասարակ թոշակառու եմ։ Աշխատեն, ղեկավարությունը աշխատի, նորմալ։ Չէ, այդ դեպքերը որ լինում է։ Երեխուն որ գյուղում, մարմարի գյուղում գողացել էին, անպաշտպան են։ Անպաշտպան են երեխաները, թե հիմա բակում խաղացել է, թե ծնողներն են անուշադիր եղել, այդ պահին ոչ մեկ չի կարողանում կողմնորոշվի, ոչ մի հաստատ բան չկա, էլի լուր։ Նույնն էլ կարող է լինել եւ քաղաքում է լինել, ասենք Երևան քաղաքում, բոլոր շրջաններում կարող է լինել։ Պետք է պաշտպանված լինեն ծնողների կողմից, դպրոցներում ուսուցիչների, տնօրենի, մանկապարտեզներում դայակների, դաստիարակների կողմից։ Պետք է ուշադրության կենտրոնում լինեն։ Ну, я там слышала какие-то случаи в районах, какой-то маньяк, которого не поймали и так далее. После этого как-то тревожно стало. До этого таких случаев не было. Может быть, там единичные случаи, но в основном у нас спокойно. В городе, во всяком случае. Կախված է ծնողներից, ինձ թվում է առաջի հերթին ծնողների դաստիարակությունից, ինչքան են տալիս երեխեքին, ջերմություն. Так что остальное уже сейчас что есть, то есть, не изменишь. Այս վերջի ժամանակներում ոչ, անվտանգությունը կարգավորեն լավ կլինի։ Պաշտպանված են ծնողների կողմից, բամ կողմից պետք է պաշտպանված լինեն։ Ոչ մի բանի մասին միշտ եղել է, միշտ կա եւ կլինի։ Կյանք է։ Կյանքում ամեն ինչ բաներ պատահում է։ Սիրո կարիք ունեն, ուշադրության կարիք ունեն։ Շրջապատը իրանց համար նենց լինի, որ իրանք ուրախությամբ ապրեն։ Կյանքից կայֆ ստանան։
Դե չէ ուրիշ բան ինչ կա կյանքում։ Ես 72 տարեկան եմ, ուզում եմ էլի կայֆ ստանամ։ Ինչի մասին է խոսքը։